Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, ապրիլի 26, այս արեք իմ հիշատակի համար, առաջի Կորինթացիներին 11:24, այս համարից հետևում է, որ քրիստոնյաներն ընդունակ են մոռանալու Քրիստոսին, այս իրով համակված հորդորի անհրաժեշտությունը բնավ չէր լինի, եթե չլիներ վախեցնող ենթադրությունն այն մասին, որ մեր հիշողությունը կարող է դավաճանել մեզ, այդ ենթադրությունն անհիմն չէ, այն հաճախ հաստատվում է ոչ թե որպես հնարավոր իրականություն, այլ որպես ցավալի փաստ։ Գրեթե անհավանական է թվում, որ նրանք, ովքեր փրկագնված են գառան արյունով ու սիրված են հավիտենական սիրով, կարողանան մոռանալ իրենց Փրկչին։ Բայց այն ինչ սարսափելի ականջի համար չափազանց ակներև է աչքերի համար։ Մոռանալ նրան, ով երբեք մեզ չի մոռացել, ով արյունն է թափել մեր մեղսագործությունների համար, ով մեզ սիրել է մինչև խաչի մահ։ Միթե դա հնարավոր է, այո, եւ ոչ միայն հնարավոր է, խիղճը հաճախ հուշում է, որ մեզանից յուրաքանչյուրը ցավալիորեն մեղավոր է, քանի որ մենք նրան վերաբերվում ենք որպես կենվորի, որը մեզ մոտ գիշերելու է մնացել։ Նա ով պետք է մեր հիշողության մեջ մշտական բնություն հաստատի, ցավոք միայն հյուր է հանդիսանում։ Խաչը, որի վրա պետք է կենտրոնանա հիշողությունը, որտեղ մոռացկոտությունն անկոչ անծանոթ է, ապականում է հիշողության բացակայությամբ։ Արդյոք քո խիղճը հուշում է, որ դա այդպես է։ Արդյոք դու ինքդ չես հայտնաբերել, որ մոռանում ես Հիսուսին, ուրիշ ինչ-որ մեկը տիրում է քո սրտին ու դու մոռանում ես Փրկչին, որը շատ ավելի արժանի է քո սիրուն։ Փոխարենը աչքերդ աչքերից չհեռացնելու դու ուշադրությունը դարձնում ես երկրավոր հետաքրքրությունների կողմը։ Այս աշխարհի անդադար ունայնությունը, նյութական բարիքների միջոցով մշտական փորձությունները մեր հոգիները հեռացնում են Հիսուսից։ Մեր հիշողության մեջ պահպանվում է թունավոր մոլախոտը, որը խեղդում է հովտի Շուշանին։ Եկեք գտնենք, որ մեր սրտի շուրջ բոլորը զարդարենք երկնային անմոռուկով մեր սիրելի Փրկչի համար, եւ այդ ժամանակ ինչ էլ որ մոռանանք, նրան հաստատ չենք մոռանա։